Ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժությունների կադրերն ավելի տպավորիչ դարձնելու համար ադրբեջանցի հրամանատարները կիլոմետրերով վազեցրել են իրենց զինվորներին դեպի Արաքսի ու Միտ կամուրջ։ Այնտեղ թուրքերն ու ադրբեջանցիները փոխանակվել են իրենց երկրների դրոշներով ու վարժանքներին մասնակցող ամբողջ զինտեխնիկան ուղեկցել Նախիջևան։ Թշնամի, որը կոնկրետ խնդիր է լուծում, իսկ խնդիրը զորքերի կուտակում զինտեխնիկայի անձնակազմի Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին զորավարժությունների քողի ներքո։ Զուգահեռ երկու զորավարժություն են անում Ադրբեջանն ու Թուրքիան, հրամանատարաշտաբային և տակտիկական, անխորտակելի եղբայրություն 2025 է կոչվում առաջին հրամանատարաշտաբային վարժանքը։ Կոնկրետ սպաներն են, հրամանատարներ, շտաբի պետ, ծառայությունների պետեր, որոնք զորավարժությունները անցկացնում են կոնկրետ քարտեզի վրա։ Մարտական խնդիրը դրվում է և քարտեզով լուծումներ են տալիս։ Երկրորդ զորավարժությունը Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք 2025-ը տակտիկական է։ Արդեն կոնկրետ այնինչ քարտեզով որպես թիրախներ և որպես գործողությունների սցենար գծվել է, դա կոնկրետ տեղում գետնի վրա փորձարկում են այդ մտահաղացումները, որքանով կյանքի կոչվեն, ինչ խնդիրներ կարող են առաջացնել, ինչպես շտկել, բացթողումները և այլն։ Տակտիկական վարժանքների համար Թուրքիան ու Ադրբեջանը տանկային ստորաբաժանումներ են կենտրոնացրել Նախիջևանում, թվաքանակը գաղտնի է։ Զրահատանկային զորքերը իրենք հարձակողական զինատեսակ են, լինեն տանկեր, զրահատեխնիկա և այլն։ Տանկերից բացի Բաքուն հայտնել է մեխանիզացված ուժերի ու կոմանդո ջոկատների ներգրավման մասին։ Այդ ստորաբաժանումները առաջին հերթին փորձելու են չեզոքացնել այն խոչընդոտները, որոնք կարող է ընթացած զրահատեխնիկայի առաջխաղացման ժամանակ առաջացնել։ Այս ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է նաև ռազմական ավիացիայի վարժանքները, չգաղտնազերծելով դրանց անցկացման վայրը։ Վերջերս 40 ռմբակոծիչ է գնվել Պակիստանից, դա հիմնականում արևմտյան տեխնոլոգիաներով արտադրված, հրթիռները հիմնականում թուրքական արտադրության են, բավականին թեթև արդյունավետ։ Զորավարժությունների համար պատահական չէ Նախիջևանն ընտրվել, նկատում է ռազմական փորձագետը։ Իրանի դեմ գործողությունների հիմնական հարվածային ուղղություններից մեկը դա Ադրբեջանն է, կոնկրետ Նախիջևանի կողմից։ Բայց դա չի բացառում, որ այդ զորքերի կուտակումը անհրաժեշտ պահին համապատասխան հրամանի դեպքում ուղղակի որպես թիրախ կարող են ընտրել Հայաստանի Հանրապետությունը։ Սեպտեմբերին ևս մեկ ավելի մեծ զորավարժություն է սկսում թշնամին, անսահման եղբայրություն 4-րդ անունով վարժանքներին ադրբեջանական բանակից բացի կմասնակցեն Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերը։ Դրա պլանավորման համաժողովը երեքշաբթի է եղել Բաքվում։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։